Բարի եկաք։ Դասներգու ամյա Ջիմբաշյանը հազիվ մեկ ամսվա ժամանակամիջոց ուներ, որբեսի սորվեր հայերեն գրել եւ կարդալը եւ կարողանար ընդունվել Սուրբ Հակոբ ազգային վարժարանի 7-րդ դասարանի մագարտագին։ Եկեք միասնաբար ծանոթանանք Նայրին, ինչպես նաեւ զրուցենք իր ծնողքին եւ դաստիարակին հետ։ Թերքական վայրի ցեղերը իրենց արշավանքներուն ընթացքին քանթեցին Հայաստանի շեն քաղաքները, քյուղերը, վանքերը, եկեղեցիները եւ պալատները։ Մեկ խոսքով թարերու ընթացքին հայերու գերդած մշակույթն ու քաղաքագրությունները փչացան։ Նայրի բարև, ինչպես ես։ Լավ եմ դուք։ Շատ լավ։ Նայրի նախ սկսելու համար եթե գրնաս մեզի ինքսինքդ ծանոթացնել։ Անունս Նայրի Ջիմբաշյան է եւ սեպտեմբեր 9-ին Սուրբ Հակոբը սկսա երթալ։ Իսկ սեպտեմբերին առաջ ո՞ր դպրոցը գերտայի։ Pierre Laporte։ Քեզի համար ինչու համար ասքան կարևոր էր հայերեն սորվիլը։ Որովհետև իմ ինքնությանից մեջ հայ բեկե քիտնայի եւ գուզեի գոր քիտնալ, երբ որ մեծնամ գուզեմ իմ բզիկներուս նույն քիլությունը ունենան, որովհետև օդար դեղը կաբրինք։ Ինչու համար ուզեցիր հայկական դպրոց երթալ։ Հայկական դպրոց ուզեցի երթալ, որովհետև օդար դպրոց կերտայի եւ հայկական շրջանակ մջեր եւ չէ որ հայ գուզեի գոր հայկական շրջանակ մլար եւ միան ինգերներուս համար չէր, որովհետև հայ դեղմնի եւ ադեր որ գուզեի գորը։ Նայրին երբ որ ուզեց խնդրեց որ Սուրբ Հակոբ հաճախե քիչը մտահոգ էի իրականությունը մտահոգ էինք որովհետև այո ուսումը կարևոր է բայց չէին ուզել որ իր ինքնավստահությունը գործընծնե արդեն նախագծարանեն սոգոնդեր երթալը, երկրորդական երթալը արդեն թյուրին չէ, արդեն դարբեր քայլ մնե եւ վրային հայերեն գրել գտար չեր գիտեր եւ վստահ չենք ինչպես պիտի հասցնենք եւ եթե արդյոք ինքը ճզմված բիդսկա Այո, ինքնավստահությունը եթե բիդի գոդրվի ավելի քեշ բիդսկա չենք ուզեր ադիգալ, բայց իր գամքն էր, գուզեր գոր ինքը Անունը սկանչելի անուն է Նայիրի եւ դեղը պամը գտպչի երբ որ գիտնաս որ բահանջկը դպրոցեր տալու բզիգեն գուքա եւ ոչ թե ծնողքի ջնշումի արդյունք է ծնողները ոչինչ կսպասեին իր մե որ ինքը նման քայլարն է երբ որ ես ինքը առաջին անգամ տեսա ինքինզիսավ 6 տարի օդար 10 տարի օդար դպրոց կերտամ ես հայերեն չեմ գիտեր չեմ գրնար գրել բայց գիտեմ ասի ինչ գիտես ասավ գիտեմ հայերեն գրել ասի ինչ գիտես ասավ գիտեմ որ a քիրը w է ես պետք է ադոր ռահիմ նվելով սկսեի ծրագիր պատրաստել որովհետև երբ որ ծնողներուն հետ խոսեցա տեսա որ որքան լուրջ է իրենց բահանջկը թե ինչու գնեն ինձի համար ադեր կարևորը որովհետև գրնա ասիգա մանգական կմայ կլալ այսօր գա վաղը չի գա հետո ինչ հետո մեկ ամսվա մեջ կարելի չէ 6 տարվան 7 տարվան հայերեն մատերնելեն սկսած մինչև 6-րդ դասարան հասցնել գիտնալով որ մեր դպրոցը ատկանալ թյուրին ծրագիր չունի պետք է գարենալ ընել քերականություն ուղղակրություն ընթերցանություն առողջություն հասկացողություն բացատրություն ամբողջը պետք է լան ուրեմն ինչպես կարելի այս ամենը 30 օրվա մեջ 30 կամ 25 օրվա մեջ հասցնել երբ որ դպրոցը արդեն օգոստոսի վերջին կփանատրները ես օգոստոսի 7-ին եմ Գրելս եւ գարտալս 3 շաբաթի մեջ սորվեցա եւ ադե Ինչպես 3 շաբթվա մեջ Նայրի կարելի է 3 շաբթվա մեջ հայերեն գրել գարտալ սորվիլ։ Ես աչեի գիտեր որ գալերի էր, բայց դիգին վարտին հետ աշխատեցավ։
պետք էր հանդիպեցա հետերնին, նստանք խոսեցանք, բացադրեցի թե տես, թյուրին պիտի չլա, ես պահանջ կոդեմ, սավ ես կուզեմ դբրոց երթալ, Սուրբ Հակոբ երթալ, բարերը իրնեն, ես Սուրբ Հակոբի կոկնոցը պիտի հակվիմ, կոկնոց կսե դարած չսեր, եւ լուրջ էր, սավ ես բնավ ուրախ դբրոց չեմ կացած, ես կուզեմ ընկերուհիս պես դբրոց երթալ, ընկերուհի դուր էսի, սավ մենք ես բարախումբի մեջ եմ, ես բադանի եմ, ես մեր գետրոնի մեջ եւ համոզմունքը ոչ թե գուքար անանք մանգական համոզմունք է ասաղջիկը պատրաստ էր ընելու ամեն բան Սուրբ Հակոբ երթալու համար դեսի ես ինչպես կրնայի ոչսել Գիշեմ դիգին լորին հետ խոսեցա դնորենուին հետը եւ ասի դիգին լորի նայրին ուզեգոր Սուրբ Հակոբ կալ բայց հայրեն քրել գալտար չի գիտեր ինչ պետք է անենք սավ դիգին վարտին մեկատերացայները հետը խոսիր Ուրեմն աս բոլորը մի քանի շաբթվա մեջ դիգին վարտին գբարդի մեր զավակը մենք ալ իրեն գբարդենք գսեն որ not all heroes have capes so ասի անոցում մեկն է գգարձեմ որ ուսուցիչ եւ ուսուցչուհիները ինչպես կսեն ասկ մգրնան գերդել շատ կարևոր կորձ մնե իսկ դիգին վարդին շատ օժդված դիգին մնե ուսուցչուհի է չեմ կեր ինչպես կրնամ սա ինչ որ ասեմ քիչ է so ուրեմն երեք շաբթվա մեջ զավակս որ հայերեն քրել գարտա չեր գիտեր հայերեն գկրե հայերեն գարտա հայերեն գշնչե դիգին վարդին սիրուն Քանի ժամ դրամատրեցիր շաբաթը հայերեն տասի Արդու գեսոր գիշեր ամեն օր գնեի ամեն ժամ եւ հատ կմտածեի ամեն օր Եվ ինչ որ գասկնամ պետք է ասենք մանգաբարդեզի քիրքերենը սկսեիք բեդիգին անին եւ այլն Այո մանգաբարդեզի քիրքերով գսկսեի եւ այո անին քիրքը անորետ սկսա եւ անորետ շատացյուրներ անել Երևակայեցեք 2 ժամնոց 10 օրական ինքը 10 ժամի գվերացեր Մայրը գսեր որ մինչև գիշերվան 12 կտաս կսորվի որբեսի դիգին վարդին չնեղանա Դիգին վարտին միան իրեն հայերեն չի սորվեցուց սիրել տաս անել Ինչն էր դժվարությունները ամենեն շատ որ ունեցար հայերեն սորվելու ամենաշատ դժվարությունը որ ունեցա էր որ օդար դբրոց կերտայի եւ չեքի դեր հեչ բարերն դարերն չեքի դեր ինչ էին ուրեմն բեկե սկիզբեն սորվի ադեր ամենադժվարությունս որ ունեցա որ բամը չեքի դեր Զիս մտահոգողը քերականություններ պիտի կարենամ հայերեն քերականության մագարտակը հասցնել հոն ուր որ 7-րդին իրեն պետք պիտի կա այդքանալ բան չէ ուրեմն սկսա անել ֆրանսերեն հայերեն անգլերեն հայերեն ֆրանսերեն հայերեն երկուքը մեկ հասցնելով որ ասիգա հասկնաս ֆրանսերենին ասոր պաշտոնի ինչ է հայկականի մեջ ասկտարնա հասանք մինչև մեր լուծումներուն Ըրած ենք մենք լուծում, ըրած ենք խոնարում, անգանոն անուններու հոլովումը լմանքի դե, ամեն ինչ պետք որ ինչ որ պետք էր 5-րդ, 6-րդ տասարանը ամբողջացնող այնպես ինչպես քիդեի որ մեր դրոցը գնե, այդ ամենը դվի Բայց նաև գիտնալով որ ես քիչ մանգե ավելին ալդված եմ, որտեվ գիտեմ թե այսօրվան բանջկները, տասարանային վիճակները ինչ են, ուրեմն ամենայն վստահությամբ այդ ամենը դրվեցավ։ Երբ որ լսեցի որ նայրին գուզեր գոր Սուրբ Հակոբ հաճախել, շատ ուրախ էի, բայց գիտեի որ նայրին դբրոց երթալը օդար իրեն սկիզբեն դժվար պիտի լար իրեն համար, որովհետև նայրին չեր գիտեր քրել եւ գարտալ Բայց իր թիմացը շատ աղվոր օրյորդ ուներ, որ իրեն գսորվեցներ գոր եւ այդ պատճառով է որ գհավատայի որ նայրին թյուրությամբ, բայց ոչ այդքան թյուրությամբ գրնար մտնել Սուրբ Հակոբ, բայց գիտեի որ անգարելի չէր։ Ամենեդակրականը իր ծնողներն էին։ Երբ որ Սիրսենիագեն վարգիչն էի, կարծես ես հրեշտակ եկերեմ իրենց տունը
դիգին մերդուն շատ ուրախ է դիգին ամեն բան ուրախացանք այլևս քանքած չկա ուրիշ բան է մենք չենք գիտեր ցեզի ով գրգեց ասած բաները գսեին միշտեր ինձի համար ուսուցչի համար ասիկա ամենը մեծ նվերն է աշակերտը որ իսկապես կուքա քեզի եւ գսե ես պատրաստ եմ սորվելու ինչ կուզե լա սորվերիկը բայց այս բարակային մեր մայրենի լեզուն է ուրեմն երբեմն բարեր գմտնեին իր խոսակցական լեզվի մեջ ինքը կգենա ինձ ասոր հայրեն ինչ էր եւ գքրեր այնպես որ վստահ էի որ իսկապես լրջորեն կհետևի ես այս ծրագիր ամբողջությամբ ինչ որ ըրինք համագարկիչի անցուցի գրգեցի դնորենուին որ գիտնա անցնե նաև աբակա ուսուցչուին 7-րդ կարգի որ գիտնա որ մենք ասամ մեն հրած ենք այսինքն որովհետև օդար վարժարանը գուքա չգասկածին որ ասիգա գեսուգիսկա դարեղած գդոր մայփուփենի ցանոթացում է ամբողջական էր ցանոթացումը նույնիսկ հասանք մինչև Սասունցի Դավիթ նույնիսկ հասանք մինչև փանաստեղծություններ չարենցեն որ արևել հայերեն է 4 տողնոց է բայց հաջողեցավ ըմբռնել եւս էլ ես ասկի անտին ընելիք չունիմ խորքի մեջ մեկ բանի կսպասեի օգոստոսը հասցուցինք դպրոցի մուտքին անհամբեր կսպասեի որ պատասխանը կա որ այո ընդունված է դասարան ինչ որ եղավ եւ ինձի գմնար սպասել մինչեւ գանտ ես եթե արդյունքները չունենամ այս մասին բան պիտի չսեի Տասերը որ իր օրյորտվարդին հետ ամենից շատ ինչն էր որ սիրեցիր հայերեն լեզվին քրագանության պատմության մեջ Ամենաշատ սիրածս էր որ նոր գծանոթանայի գոր եւ շատ կսիրեի գոր ինչպես որ գլավանայի գոր հայերենի մեջ կարդալը եւ քրելը եւ ադեր սիրածս Իսկ ինչ է գարձիկդ մեր հայոց պատմության մասին հետաքրքիր է իր գիտնալու մեր պատմությունը Այո շատ հետաքրքիր է եւ թեր գուզեմ սորվել շատ ավելի Մեր զավակն է, մեր զավակի նավական մեր կյանքն է Ուրեմն ինքը ուզեց Սուրբագոպ երթալ եւ պետք է ասեմ որ ուրեմն առաջ զավակս դբրոց կղրգեի իսկ հիմա Սուրբագոպ կղրգեմ դբրոց չէ կարծես ընկերներուն կով գերտա դունը գերտա սրահը գերտա ինչպես որ ինքը ասավ եւ ինքը ուրեմն մենք այսօր ամեն օր փամը գսորվենք որ մենք նույնիսկ մեր զավակներն Նարեկ, ինչ որ ես հասկացած նողքետ, ուրեմն թունալ նույն բարակային թիմած գտնված ես, երբ ուշ տարիքի դուզած ես հայկական դպրոց հաճախել։ Նախ ինչու։ Ես կսկայի որ սխալ մարդոց հետ կհաճախեի դպրոց եւ կսկայի որ ես ներքին հայ էի եւ պետք ունեի իմ լեզու սլավացնել, իմ շրջանակս հայացնել եւ ես հայկական բարի գերտայի եւ սկաուտ էի Ուրեմն գսկայի որ մեկ փամը գարգյանքիս մեջ որ շիդակ չեր եւ Սուրբագոպ երթալը լման ադնյութը փոխեց եւ շիդակ որոշումը որոշեցի առնել վերջին վարգյան եւ գրնամ հիմա ասել որ շատ հբարդ եմ Սուրբագոպ երթալու եւ մեկ տարի գավարդեմ եւ որոշումը առնել Սուրբագոպ երթալը ամենակարևոր եւ ամենամեծ որոշումն էր որ արած էի կյանքիս մեջ մինչեւ հիմա Առաջին օրը որ մտա շատ ուրախ էի որովհետեւ իմ երազս էր եւ գրծա անել այո եւ քիչ ներվոս էի որովհետեւ չեկի դեր ինչպես պիտելար բայց աղորեր Հայերենի տասաբահերուն գրծար թյուրությամբ հետևի Այո շատ թյուրությամբ գրծա հետևիլ որովհետեւ դիգին վարտին երբ որ ինձ օգնեց ամեն ինչ ինձ հիշեցուց ինչ որ բեկե գիտնամ եւ անեմ Արդյունքին պետք է սպասել որ արդյոք դժվարություն ունի դասարաններս արդյոք ուսուցչուհին դժվարություն ունի իրեն հասկացնելու որոշ եզրեր սահմանումներ քերականական դարձվածքներ եւ այլն եւ խորքի մեջ հայրը հերացայինեց ասա որ գավադաս Տասարանի միջինեն նույնիսկ վերնիշեր գպերը ասաղջիկը ամեն արդու գանուխ կարտնա ուրախության սահման չգա այս դպրոց կերտա ամենայն մեծ ուրախությամբ Այսօր տասարանին մեջ գրնանք ասել որ հավասար ես քու տասընկերուներու տասընկերներուդ հետ Այո շատ հավասար գսկամ եւ եմ տասընկերներուս հետ Ես լսեցի որ լավակույներ են ալես
Ինձ համար այո։ Ինչ է հայերենի միջինը։ 92 է։ Բավական բարձր է։ Մեկը որ 3 շաբթվա մեջ հայերեն սորված է պետք է ասել որ հրաշք է ասմեգը։ Առաջին թե երկրորդ շաբաթներ օրմներ մտա սենյակը ես նստել եմ ինքս մեկ վարյանին հիմա գուքամ քնած մեմնալ նայիմ դիգին նայիր սուրբակոպի դարազը հակած եկավ հայելին արջև անցավ ինքը շնեց շտկեց եւ ասավ հիմա ինձ գվայլ է արցունքներով check करता Դուք ներգա պետք է լայք իր յուրաքանչյուր տասին, որ համոզվեիք, որ ինչ էր աստեցությունը ծնողքին իր բզդիգին վրա։ Երկուքը մեկ վստահ ենք քեզի, մենք գիտենք որ գրնասել, մենք գիտենք որ գրաս ինքնավստահություն տալը։ Իսկ հիմա որ արդուգարտնաս հայկական դբրոցի դարազը գահակվիս, ինչ տեսակ սկացում է դբրոցի երթալը։ Շատ աղվոր գսկամ, երբ որ արդուները գարտնամ եւ միտքիս մեջ է որ սուրբագոբ բիդերտամ եւ հայ դբրոց մինդելա հայ շրջանագի մեջ շատ ուրախ գսկամ։ Քանի ամիս անցած է, մինչև այսօր շատ ուրախ է, որ սուրբագոբ կաջախ է։ Մինչև այսօր դբրոցեն վերջ կուքատ հասել է գնե, սիրով գնե, սիրելով գնե։ Գծկտի ավելի բարձր նիշեր բերել։ Այո։ Դյուրին չէ, բայց անգարելի չէ, սորված է դիգին վարդիեն։ Արդուգան ուխ կբադրաստի մեկ քիշեր առաջ, ուրեմն այսինքն դարազը կբադրաստի, որ արդուգան ուխ ուրեմն հադե հազիվ ալար մզարնե, հադե նայրի եւ այլ օփ վազելով բալ գիշնե ու բասը չփախցնե։ Հադե որով իրեն համար դբրոց չէ կացած դեղը, սուրբագոբ է, it's like a home, ինչպես որ գսեն outside your home։ Ծնողքի համար սեմեկտե, ամեն ծնող կուզե իր զավակը ուրախլա, իր զավակը գուզե հաճողլա։ Ուրիշը գրնալալ որ ասկեց առաջ մեն նյութ եղած է, չէ, որ սազեն հա, բայց այսինքն եթե ուսանողական կետնի վրա եթե նայիս սուրբագոբեն ավելի լավ դբրոց գրնալալ եւ այլն եւ այլն։ Ուրեմն մենք առաջ օդար դբրոց կղրգեինք։ Չեղավ։ Իսկ աս դբրոցը մեր սուրբագոբը, մեր դբրոցը զաղգեցավ մեր զավակը։ Եվ հոն միան հայրեն կամ տաս չի սորվիր, որ հոն ինձի համար իբր հայր, գարձես թե հունդիմը նման, հուսալով և հույսով, որ հոն գտրվի և այսինքն մեկը մյուսին զարնելով աբական լավ ընկերներ գունենա, հայ ընկերներ գունենա, հայ շրջանակ գունենա, հիմա շատ հերուն նայելով, հիմա թերևս իմ թիթերնիգս է, չեմ հոն չհասանք, բայց գրնալալ, որ հայ ընտանիք շինե։ Ես եւ դիգինս հայկական շրջանագի մեջ ծանոթացանք անի բարախումբի մեջ համասկայնի անի բարախումբի մեջ ծանոթացանք ահա մեր ընտանիքը շինեցինք ես ադիգայիմ զավակներուսա գմախտեմ անշուշտ ուրախլան ցկտին ավելի բարձր տասագարքի հասնին ինչ որ ուր որ գուզեն լան ուրախ թողլան բայց մեր նպատակը ադե որ գուզենք հայկական ընտանիք մըլլա եւ ասի դեղեմը սկսավ ուրեմն նայենք ուր գասցնենք Մեր գետրոնը շնորհավորելիք շատ բան ունի։ Երբ որ մեր դղակը հայ գետրոն գսեն, դուն կհասկնան, ընտանիք կհասկնան։ Նույնիսկ եթե ցեզի կամ ծնողներուն գտվի որ խաղալու գերտան, թող երթան խաղալու, բայց հայերեն կխոսին։ Իրենց հիշեցնող կա դղակ հայերեն։ Անցնողները մեծերը իրենց կհիշեցնեն։ Շնորհավորելի է հոմենտմենը իր հայերենախոսության համար, երբ որ գփախտադեմ օդար հոմենտմեններուն ադիգա չբադահիր մեր գետրոնի մեջ ասախչիգը հայերենով մեծավ եւ ադոր արդյունքն է նաեւ ոչ թե միայն ծնողքին մեր գետրոնի ներկայությունը որպես այդ ավազանը ուր ասոնք իրարու կհանդիպին ամենեն կարևոր աստակներն մեկն է Շատ հբարդ եմ եւ գիտեմ որ նայրին ինչ որ ուզեգ յանքին մեջ գրնա անել եւ շատ ուրախ եմ իրեն համար եւ շատ հայկական մտնոլորտին մեջ գրնա մտնել եւ շատ ուրախ եմ իրեն համար Ծնողքի համար եթե տեսեք որ զավակնիդ աչափ գուզե որոշ դբրոց մահաճախել իրեն ղրգեցեք այդ դբրոցը այո ղրգեցեք այդ դբրոցը որտեղ երբ որ սիրելով երթա
ուզելով պիտի դաս անե եւ դժվարին մի չի երթա երբ որ դժվարություններու թեմ գտնվի որտեվ գսիրե գոր ըրածը Այո։ չէ Ճիշտ է։ Եվ գրնամ ավելցնել թյուրին փանչի գա, անգարելի փանչի գա, բայց ամեն բադասխան ճիշտ արժևնից չի գրնարել, ադներ հերադես պետք է լանք, որովհետեւ լման նկարը տեսնանք։ So մեր բարական ադեր, մեր որոշումը ադեր, թեպետ գրնաս շատ բաներ ծրագրել, բայց ինչպես որ գսեն հիմա գրնալալ որ աբակային սեր գա օրինակ, սիրտը աչք չունենար եւ այլն, so սպյուրքի մեջ ենք, ամենալավ chance-ը որ գրնամ դալ իմ զավագիս հայ դարձնել, հայ բահբանել, հայ ընտանիք, հայ դուն, դակ դուն, ինչ որ մենք գիտենք հայերեն թող խոսին, մեր տորնիկները հայ թողլան, ուրեմն հերադեսությունը ադի էսել գրնալալ որ օդարի զանոթանա, շատ լավ մարդը լա, շատ լավ աղջիկ լա, ադոր մեջ սխալ բան չեմ տեսնել, բայց ես կնախնդրեմ հայ ընտանիք, հայ աբակա, հերադեսը լալ ադի է ինձ համար եւ ադիգա եթե բադահի իմ երկու զավակներուս, իմ երազս արդեն գդագը եղած է, իմ ուզածս ադե, that's it, ուրիշ սելիք չունիմ։ Tun ուզեսնե պամը անել բեկե շարնագես եւ հետ չես բեչե գենաս ուրեմն եթե tun ուզես կոր հայրեն սորվիլ բիկարենաս եւ հետ բիկենար Այսօր բոլորս վկայեցինք, թե աշխարհի վրա անգարելի բան չկա։ Նայրի Ջիմբաշյանը իր 12 տարեկանին եկավ այդ մեկը մեզի փաստելու, որովհետև իր ունեցած սերը եւ գիրքը հայրեն լեզվի քրագանության հանդեպ այս բոլորեն վեր էր։ Եվ այդ մեկը եղավ շնորհիվ իր սիրելի դասյարակ Վարդի Թանյելյանին միջոցով։ Բարև Հայաստանեն։ Հայրենադարձությունը բոլորիս ծանոթ երևույթ մն է եւ ամենակեղեցիկ երևույթները մեկն է։ Մեր այսօրվան թյուրն է Սևակ Դեմիրջյանը, որ դարձյալ լիբանանահայ է եւ հայրենադարձ։ Հայաստան եկած է 2019 թվականին եւ հիմնած է իր գործը, իր բիզնեսը, ջաշարանի գործով գսպաղի եւ եկեք հիմա միասին զրույց ունենանք Սևակ Դեմիրջյանի հետ։ Բարև Սևակ։ Բարև, Ինչպես ես։ լավ, Լավ։ Սևակ, գիտենք որ դու հայրենադարձ ես։ Որ դարին դերապոխվեցար Հայաստան։ 2019 2019 մայիս 1-ին արդեն Հայաստանում եմ։ Շատ լավ։ Եվ ինչ նպատակով եկար։ Ունեիր սկիզբեն այս նպատակը, որ ջաշարան հիմնես հայրենիքի մեջ այս գործով սպառից կամ Ունեի շատ եղած է որ Հայաստան եկած էին, ասենք որ պետք է ռեստորանի ոլորտը զարգանա եւ այլն, եւ որ առատ մատուցեցան 2018-ին արդեն մեջը շատ բան փոխեց, ասի որ պետք է Հայաստան վերադառնալ։ Արդեն 8 ամիսվա ընթացքում դերապոխվեցար Հայաստան։ Շատ լավ։ Եվ եկար եւ հիմնեցիր այս ջաշարանը, Սոֆիստը, Այո։ եւ պետք է ասել որ հոս հայրենադարձերու այսպես գետրոմն է, չէ՞, գետրոմն է եւ ամեն մարդոս գուկա դսիրեն թե մտնոլորտը, թե ջաշերը, թե ինչը կդարբերի ուրիշ ջաշարանները Սոֆիստը։ Սոֆիստը։ Ավելի experience եղած է, ասենք մենք միշտ կսենք Sofist experience-ը, որ service-ը, իմ անձնագազմից service-ը շատ բան կփոխի։ Այո, ջաշը լավ է, խմիչքը լավ, բայց մեր աշխատողները իրենց են այդ experience-ը կուտան եւ it's home away from home, you know? Շատ ավելի հանգիստ են գուկաս, limitation չի գա ջաշարանը, գազմը Ամեն իմաստով հանգիստ է բոլորին համար։ Շատ լավ։ Ինչ կնաս ասել քու փորձառությանդ մասին իբրև հայրենադարձ։ Դու որ եկած ես Հայաստան դեղափոխված ես եւ ասենք նաեւ որ դու Լիբանանի վերջին հարցերեն չէ որ որոշում արի։ Չէ, չի գար հարցեր հետ, չէ, շատ օքեյ։ Այսինքն դեռ ցույցերն ալ չի գային։ Չէ, ոչ դոլարի խնդիրը ոչ ոմ, չէ։ Դու որոշում արիր։ Ես որոշում արի, եսի չեմ ունար ապրել Լիբանան, չեմ ուզեր ապրել Լիբանան։ Գուզեմ Հայաստան ետամ։ Գործը դսկսի։ Գործը սկսեմ Հայաստանի կոն at least experience-ը փոխենք։ Ու փորձառությունը դերես։ Exactly։ Ոստերի փորձառության 13-14 տարի արդեն այս ոլորտի մեջ եմ, ասի որ ժամանակն է ռեստորան ունենանք եւ բախտ եղավ։
Շատ լավ։ Ինչ դժվարություններ ունեցավ ո՞ս։ նշտե սիստեմը շատ դարբեր է ոստը։ Կյանքի։ Գյանքի բիզնեսի շատ թյուրություն կա, դարավարությունը թղթապահության եւ այլն թղթերը թյուրինգն են, լայսենսինգը թյուրինգն է բան, բայց նման դարբեր է, ասենք culture difference կա, որ լիբանան ժողովուրդը շատ ավելի outgoing է, լիբանան quality շատ ավելի բարձր է, ստանդարտները բարձր են, ռեստորաններում Բայց ասենք նաև որ Հայաստանի մեջ հիմա փոփոխություն կա։ Ես քեզ գտնամ ասել 2019-ին եւ հիմա համարյա գտնամ ասել 60% արդեն լավացած է։ Սկսած են product-ներ ունենալու, առաջ շատ ասենք limitations կա։ Հիմա շատ ավելի բաներ կբերեն որ Հայաստան շատ զարգացում եղած է 2019-ի ռեստորանները հիմա շատ տարբերություն կա challenging եղած է շատ ավելի competition-ը շատ դժվար եղած է անժամանակ աչափ չէր Հիմա ավելի հիմա շատ ավելի է եւ ավելի պիտի լա ասենք շատ ավելի մարդիկ դրամ գծախսեն գոր ռեստորանի ոլորտին շատ ավելի մարդիկ նորություն կբերեն շատ լավ դժվարություններն ալ սկսում է language barrier կա լեզուի այդ խնդիրը կար որ արևելահայերեն արևմտահայերեն շատ դժվար է ասենք 10 անգամ եւ slang language ունեն ռուսերենը այո ինչպես մենք արաբերեն կամ անգլերեն իրենց է նույնը ռուսերեն so Այդ դժվարությունները եղավ։ Շատ դժվար չէ, մի քանի անգամ ասենք, բամ մի դե հասկացել, մի քանի անգամ գխոսեին, ինչը որ արդեն գվարժվի։ Գվարժվի։ Սկսի արդեն այսպես խոսել։ Եվ հիմա ինչ կսես, անոնք որոնք կմտածեն հայրենադարձության մասին, ում որ Լիբանանը ցկեցիր եւ եկար հաստատվեցար Հայաստան եւ գործը դիմեցիր եւ ամեն բան, ասի վերջը ուրախ ես, չէ՞։ Դժվար չես։ Բարկացու։ Կոհես, կյանքը դա կոհես։ Լավ, ինչ կսես, անոնք որոնք կմտածեն հայրենադարձության մասին։ Ներ, expectations տողտիտան ունի, քանի որ Հայաստանը տարբեր է, ինք իր անուշիկությունը ունի, իր վադություն ունի, Ինչես ամեն երկիր։ Տողջի պախտադեն Լիբանանի հետ, ասի ամենամեծ կարևոր գերն է, իտոն Հայաստանը գար, Հայաստանի նորմի մի դվարժվիս։ Հայաստանը։ Շատ ավելի հանդարտ է կյանքը, շատ ավելի բարձ է կյանքը, opportunity շատ գա, հիմա չեմ ինձ չի խառնվել ես եղած դեպքերը պոլիտիկները բաները ես չեմ մերնույթը չէ ոչ ալիս հասկանամ մենք խոսենք իբրև հայրենադարձ exactly ադոնցում է զատ շատ ավոր է կյանքը բայց income-ով salary-ով դարբեր է Լիբանանեն շատ մարդկանց համար դժվար է հասկանամ բայց նույնադեն ալ կյանք ավելի հանդարտ է ավելի բարձ է նույնադեն ալ գրնամս է որ սկսերը քիչ մը սղիլ կայքը Ideal in 2019 եւ այսօր սողություն գա կարգը, բայց ադի գլոբալ է, այսինքն ամեն աշխարհին Հայաստանի հանդեպ չէ։ Հայաստանի հետ կապ չունի, չէ՞ որ ասենք գարտան մարդիկ գտնան որ product-ները, food product-ները աշխարհով սղծեր է։ Նաեւ ասենք կորոնան ալ քեզի աստետ չէ։ Շատ իբր շատ դժբախտություն են ինձ, քանի բիզնեսը նոր սկսել էին դեր։ Ճիշտ ամե։ Շատ շոկեր, երկու ամիս կոծեցին խանութը, Սոֆիս դման երկու ամիս կոծեցին Մեծ շոկեր, բայց բարգասուզո we survived։ Չի հանձնվեցար եւ ինչը մեր քեզի որ այսպես լբահե որ շարունակես Հայաստանի մեջ աս կորձը շարունակել։ Ես շատ լավ գիշեմ մայիսի 7-եր կամ 8-ը կորոնատ լոկդաունեն Հայաստանը դուրս եկավ 50% capacity-ով եւ այլն շատ լավ գիշեմ այդ օրը ես դիկոն մեր խորարը Որ նորեն հայրենադարձ է։ Որ նորեն հայրենաց է Լիբանա եւ ինձ հետ սկսած է Սոֆիստը եւ ինքը հիմնական խոհարարս է, որ գնամսել է թամով սոսերը բաներ ամեն դիկոն գնեն։ Միասին հրացենք ամեն ինչը։ Շատ լավ։ Եվ ինչով այսօր միասին ենք։ Ես ինքը եւ մեկ օքի գար, կարծեմ սոսեն էր խանութը բացինք, չենք երևի որ ինչ բերելա, staff չկա, երկու ամիս կոց է, step by step։ Եվ սեվակ նաև ասենք որ գարելիություններ ագստեղծես մարդոց որ հայրենադարձ են գիտեմ որ ունիս պաշտոնյա Հայաստանապնակ ունիս պաշտոնյա Սուրիա ունիս պաշտոնյա Բարսկահայ Լիբանանահայ բոլորը գիտեմ որ ոչ մեկ խնդրականություն կա ոչ մեկ բայց նաև opportunity առիթ կստեղծես կորզի ու այս ներ գփորձեմ կոնե Լիբանանում եկող հայրենադարձը որ financial crisis-ի մեջ արդեն խնդիր ունի հատկապես այսօրերում գփորձեմ իրեն ավելի chance մտալ կոնե դեր մը Եթե կոկոբլա չեղավ եթե սոֆիչա միս պրոժեներ ունի եթե ոչ ծանոթներով քանի որ գահասկնամ ինչ դժվարությունը կաս եւ ասենք
դրա մի խնդրեմ կա մեծ։ Եվ ասեմ նաև որ ունիմա փորձառություն ունեցած չէ, ադիմաստով ագոքնես։ Կարծեմ ամեն հայրենատար ծատ բան ունի, որ եւ որ ավելի առաջ եկած ես կսկսի սմարտոց օգնել։ Հա, Գնես չէ ադալ։ խրատներ դալ։ Գործես ադալ։ Գործես ադալ։ Լման մինչև ու շոփինգ բիդենե, որտեղ են շոփինգ բիդենե, քանի դարբերություն կա գես, բանի, price-ի դարբերություն։ Չսենք որ ինչ է, հա, ու դեղեն օրինակ տրեն առնեն կամ մարշրուտ կան առնեն, ամբողջ չէ ասենք։ Ճիշտ, այսինքն հայրենատարության փորձառությունը նաև գոփնե քեզի ուրիշ հայրենատարцերու, որ պայման չէ միայն լիբանանահայերը ու հիմա այսօր մենք խոսենք լիբանանահայերու մասին։ Լավ, սեվակ այս նկարի պատմությունը ինչ է։ Ինչ գնաց այս նկարի մասին։ Այսի խոսենք այս նկարի մասին, որտեղ օրին բավական դարածված էր։ Շատ մարտիկալ խոսեցան։ Դերևս մարտիկալսին ատկամ խենթ ասի ինչ հա, նայր ասի մեր շունիկն է։ Այո։ Ասենք շունիկ գրնաց չսելալ, շուն է, որտեղ չափը մեծ է։ Չափը մեծ է, հա։ Ասի գներես շատ կարևոր անդամ է ինձ գնեղիս համար եւ բայթում են վերջ հասնելը, ուրեմն բայթումին downtown-ն եւ 30 վայրկյան գործեցավ եւ այն։ Հետո ասին որոշեցի որ պետք է բերեմ, քանի ասենք տրոմա հարց կա։ So Ատմգարն է։ Եվ եղած է հա եւ նորեն lockdown էր, շատ լիբանանցի գպերեն որ Լիբանահայեր, այո, լիբանահայերը գպերեն որ ժամանակներ եւ լուրջուն է ես նկարել նման բայց շատ լավ նկար է եւ շատ իրական այսպես բանը սկացումները եւ չեր հետո գրգեցին որ ցանոթ ունենք մենք եւ ինքն ալ հիմա անունը Ստելան ոս ուրախ է շատ ոս Հայաստանի մեջ շատ աս գեղեցիկ բնությունը գվայել է այսինքն գվայել է որ դուրսի ես common area-ները բաները Okay, շատ լավ ուզեցի աս նկարի մասին ասել շատ լավ սեվակ նաեւ ասեմ որ տուն բնակներ ունիս քաղաքներ ունիս որոնք դարբեր դեղեր է արածես գիտեմ անիկա բայց կան նաև Ջեսի Պարալակյանին պատրաստած բնակները որ արտիստ է դասի վերջո իր ռածը ասես բիզնեսի բանով չէ ավելի իր ցերկերով պատրաստված բնակներն են քիչ հետ պիտի տեսնենք այդ նկարները եւ խոսենք նաև Ջեսին հետ որտեղ Ջեսին հայրենատարած է նայ ես Ջեսին մեջ շատ potential դեսնեմ as an appreciative artist քանի որ ինքը որ գնե բնակները բաժակները ծառամաններ բան իրոք լավն են եւ բագասություն գա Հայաստանի մեջ այդ տեսակի արտը եւ ես կդեսնեմ շատ մեծ potential մեջ դասի եւ շատ արագ է ասինքն քաղաքարը մուտած է շատ արագ այդ քաղաքարը իրականացնում շատ լավ վերջին խոսք այսպես փակելու համար մեր ազրույցը շատ աջելի էր նախասեմ շնորհակալ եմ մերսի որ ասուչանսը դիվիր ամեն մարտող կա գնալա շատեր որ դեսեն այս վիդեոն դեսեն ես շատ հերույ եի հայրում եկել ճիշտ է մինչև վերջին տարիները շատ հերույ եի եւ եկա Ես եկա դու գալերնական ամեն մարդ գրնական շատ լավ այսին գոչ կուղես որ հաստատվին Հայաստանը շանս տոդան իրոք լավն է ամեն դեղ դժվարություն հուսամ sooner or later ամեն մարդ օսկելա շատ լավ thank you շատ merci Ինչպես Սևագին հետ մեր զրույցի ընթացքին խոսեցանք Ջեսիկա Պարլակյանի մասին եւ իր պատրաստած բնակներու մասին, նաեւ ասինք որ Ջեսիկան ալ հայրենատարած է, լիբանանահայ է, որ վերադարձած է Հայաստան եւ այժմ հաստատված է Հայաստանի մեջ։ Նախ արագ խոսենք կորձի մասին, ինչ է որ յուրահատուկ է։ Սևագը քիչ առաջ ասավ արվեստի կորձ է։ Մենք գիտենք նաեւ որ դու մասնակցությամբ արվեստի համալսարան կացած ես եւ visual arts ուսանած ինչ կգնաս ասել կորձիտ մասին եւ Հայաստանի մեջ ինչն է որ ասես մղեց քեզի որ այս կորձին ներդիս ինչպես որ ասիկ այո visual arts-եր եմ Լիբանան հիմա ճիշտ է որ ինքը մեկ կորս արած եմ գավակորձության բայց Հայաստան փոխադրվել է սիետքը այդքան որ դեսա ժողովուրդը որ արժեք կուդանգոր լա գավակորձության լա ովը մեկ արվեստի ինձի քաչալերեց որ իդ դառնամաս կորձին այո որ այդ քաչալերան կգրնամսել Լիբանան ոչ թե մերազեր բայց քիչ շատ բացակայեր այո լագացության պատճառով կամ ովը մեկ բան եւ ոսս կսարած աշխարհը հոսս կսա այո ատելիե ունեցար այո ինչ գնես ընդհանրապես բնակ կավատ ծաղկաման ովը մեկ
սեղանի վրա տրվելիք ապրանք, կամ նույնիսկ զարտեղեններ եւ այլն, կան ուտելիքի համար օրինակ ոչ տաքսիկ եւ Այո, գլեյզը, այո, մաս մգան, որ անշուշտ եթե աման է կամ կավատ է, գլեյզը տաքսիկ չեն, որ կործածական լան, իսկ մնացածը կարելի է որ տոքսիկ լան, վազերու բարակային օրինակ։ Ջեսի ասի քեզի համար այսինքն կորձը ավելի է, չէ՞, նաև դու վերջերիչո արվեստի բաժին է որ գդարես, այսինքն որտեվ քիչած սևակն ալսավ արվեստի կորձն գարձես ասավ եւ գարձեմ բոլորին գարձիկ այդպես է։ Եթե արվեստ կա, թե նաև կորձ է։ Հիմա ես ասի կորձով արդեն չեմ սերեր թայտելը կորձ տնել, ճիշտ է որ օքեյ գծախես կոր բանը գա արևդուրը գա, բայց գնախնդրեմ կորձ չսել մինչև այն ադեն որ արվեստ է, ինձ համար բարձաբես ժամս արվեստով գսիրեմ լեցնել եւ Ջեսի հարցումը հիմա մի խոսենք հայրենադարձության մասին, խոսեցանք կորձիտ մասին, ասիր ժամս արվեստով գսիրեմ լեցնել։ Գգարձես որ լիփալանի մեջ պիտի գրնայր այդ մեկը գնել կամ հիմա լիփանան արդեն նախքան քալս բագասեր ադի ավարտելես յետք 3 տարի օրինակ չսեմ մադիտ չէի բռնած, բայց շատ հերույ էի հերացա Այո, այդ գաբեն քիչ մը հերացա, այո, ներշնչում չի գար, բայց Հայաստան գրնամսել որ չեմ գիտեր արդեն եկած օրես 2 տարի ավելի եղավ արդեն հոսեմ, եկած օրես եւ օրինակ ճամփան որ գկալես որ գբեդա դիսկոր ամենակիչը 10 մետրի վրա արդեն գրնաս արվեստի կորձ տեսնել երբ դեղափոխվեցար, այսինքն գիտենք հիմա մեր նույնն այսօր հայրենադարձերու մասին է լիփանահայեր, որոնք վերադարձած են Հայաստան, եկած են Հայաստան, հիմա Գաբրին Հայաստանի մեջ։ Տուն երբ եկար վերջին լիփանի խնդիրներն առաջ, յետ այդ բոլորի մասին եթե եւ ինչու որոշեցիր հոսքալ, ադոր մասին ախոսինք։ Կորձեն զատ հիմա գիտենք կորձի նաև ներշնչումը բանը այդ բոլորը իր դեղը ունի բնականաբար որ բիդաբրիս բայց նաև խոսինք որոշումը ինչպես եղավ եւ երբ է Հիմա վերջին գացությունն յետ գչեր 2 տարի եղավ արդեն հոսեմ այո գրնամսել նորը սկսած էր լիփանանի խնդիրները բայց ես նախքան սկսին արդեն մինչև այն ադեն որ Բավական հերացեր էի արվեստեն լիփանան, արդեն մտածել էի, որ Եվրոպա կամ Թուրքիա դեղմ է երթալ, եւ որ ես շարունակել այսինքն, եւ որ գփնդրեի գոր գծանոթանայի գոր երկիրները եւ այլն, ասի որ ինչու Եվրոպա եւ ոչ Հայաստան, մանավանդ որ դեսա բավական Հայաստան ինչեր գնեն գոր, եւ գրնամսել որ ոչ թե լիփանանի Պիսկացությունը բաժար եղավ, այլ գրնամսել ձնողքիս ավելի տյուրին համոզում եղավ, որ Հայաստան փոխադրվիմ եւ կորձ շարունակեմ այլևս։ Դժկո ես, որ Հայաստան եկար։ Անգարելի է դժկոլամ, ինչպես որ էսի հոս եկած օրես արդեն ինձի դարբեր, պամը ծծուց, որ ես լիփանան 27 դարվա ավրած տեսած եմ։ Ինչ դժվարություններ ունեցար իբրև հայրենադարձ։ Բնականաբար ամեն տեղ դժվարություն կա եւ այսօրվա մեր հայդակրի մեջ բոլոր խոսողներն ալ ծևով անդրադարձան ես ալ նաեւ հայրենադարձ լալով գրնամ ասել ես ալ ունիմ դժվարություններ շատ լավ գեդեր ալ կան Հայաստանի մեջ բադի բնական է տուն ունեցար դժվարություններ եւ լավ գեդերը արվեստի գոմեն զատ մեկად եթե գրնացել ինչ կա դարբեր անոր մասին ախոսին դժվարություն գրնամ ասել միան լեզուն սկիզբները անշուշտ, մինչև որ վարժվինք արդեն, անգեցած դժվարություն չեմ կարծեր, դեղափոխությունը թյուրին է, այդ կողմեն ամեն ինչ թյուրին է և անոնք վաճար եղան, որ նույնիսկ ես սկիզբը մինագս եկա եղբորս հետ, անոնք շատ օգնեց, որ շատ ավելի արագ ծևով ծանոթանամ Հայաստանի ամեն վայրերը, անշուշտ, այո, իսկ գավակորձության Գողմեն դժվարություն չկա, այլ թյուրություն կա ավելի, քանի որ մատերիալները հոստեղը
շատ ավելի թյուրին գրնաս գտնալ, շատ ավելի հարմար քիներով դուրսեն, էլա արվեստի համար, էլա ուրիշ կորձերու համար, գսկամ Հայաստանը շատ թյուրությամբ Հայաստանի մեջ գրնաս կորձ պանալ, կամ ով մեկ երազները իրականացնել, այդ թյուրությունը դված է այսինքն Հայաստան։ Կրնան գսել, որ Հայաստան դեղափոխվել է, ասեն երազները դերևս ամբողջությամբ իրականացնելը բան է, մեծ վերնակիր է, բայց ընթացքի մեջ է նվազագույնը արվեստի գոմե կորձ ունենալու այդ կարելիությունը, որ Լիբանան չէ գրծած ունենալ, Հայաստանի մեջ գրծար ունենալ։ Այո, կոնե սկացի, որ սկսավ, այսինքն ջամպա սկսավ ելլելու։ Այո։ Այո։ Լավ, վերջին մենք շատ հաճելի էր զրույցը։ Վերջին ասես խոսք թե անոնք որոնք կմտածեն Հայաստան դեղափոխվել, պայման չէ միայն Լիբանանն, որտեղ մենք գիտենք այսօր ճունալ որքան շրջանակ ունիս հայրենադարձերը նաև Հայաստանաբնակ նաև հայերը, բոլորին հետ վստահ գաբի մեջ ես, ինչ կսես, եթե մեկը այսօր այս հայդակիրը որ դիտե կմտածե Հայաստան գալու մասին կկաչալերես, չես կաչալերել, ինչ կգնաս ասել։ Գրնամ ասել, որ անշուշտ կկաչալերենք, բայց նախքան ավելորդով կաչալերեմ կամ ավելորդով խոսիմ, նախ պետք է որ կանդեսնեն, քանի որ սերդեն այո անշուշտ, քանի որ հիմա գրնալալ Լիբանանեն եկողներուն համար ավելի թյուրին է, այո ավելի, այո, բայց գարելի ուրիշ երգիրներն եկողներուն համար քիչ ավելի դժվար գլա փոխած, այո դեղափոխվելը, բայց կգասկածիմ որ մեկ դժվարություն ունենան, ես ինչ որ, այո, այսինքն ես ուրիշ ընկերներ ալ շինեցի, որ դուրս են ուրիշ երգիրներ են եկած են անշուշտ, եւ տեսա, որ շատ թյուրությամբ իրենց ուզածները գնեն գոր, Հայաստանը այդ թյուրությունը դված է, եկեք, այո։ Շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք Ջեսիկա, իմ զրուցակիցս էր Ջեսիկա Պարլակյանը, որ դարձյալ լիբանանահայ հայրենադարձ է, շատ շնորհակալ ենք, հաջողություն։ Այսօրվա համար այսքան։ Ձեզի հետ էր Մեջտեղ Մգրդիչյան, Հայ Հորիզոն, Հայաստան։ Բարի ողջույններ Ջավախքից։ Ես Սոնա Տոնականյանն եմ։ Հայ Հորիզոնի անչափ սիրելի հետևորդներ, ուրախ եմ տեղեկացնել, որ այսուհետ միասին շրջելու ենք Ջավախքով։ Այո, ձեզ եմ ներկայացնելու Ջավախքի պատմությունը, մշակույթը, այստեղի մարդկանց կենսակերպը, ինչու ոչ նաև խնդիրները։ Այս պահին մենք գտնվում ենք Ջավախքի վարպետների քաղաքում, Ախալցխայում։ Ինձանից քիչ այն կողմ Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնն է, որը հիմնադրվել է Հայ օգնության միության ջանքերով 2006 թվականին։ Եվ հիմնադրման օրվանից մինչ օրս կենտրոնը ծառայում է իր նպատակին, որն է տեղի հայ երիտասարդներին դարձնել ավելի հայրենասեր, հայրենաճանաչ եւ ազգապահպան։ Պետք է նշեմ, որ այսպիսի կենտրոններ գործում են նաև Ախալքալաքում եւ Նինոցմինդայում։ Իսկ այս պահին առաջարկում եմ միասին գնանք եւ ծանոթանանք կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև զրուցենք ուսուցիչների եւ սաների հետ։ Ներկայացնեմ մեր կենտրոնը, տարածաշրջանում Սամցխե Ջավախքում առաջինն է եղել։ Իմ քույրիկի
մտահղացումն է եղել, որպեսզի այստեղ բացվի հայկական երիտասարդական կենտրոն, որպեսզի շատ կարիք ունեինք մենք դրան, երիտասարդները հավաքատեղի չունեին, միասնական այս հավաքատեղին շատ կարևոր էր այս մեր Ախալցախ քաղաքի համար։ Եվ իր մտահղացումն էր, ողջունեցին մեր մտահղացումը եւ բացեցին 2006 թվականին Ախալցխայում առաջինը ամբողջ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում հայկական երիտասարդական կենտրոն բացվեց։ Ստեղծված օրից ես արդեն երրորդ տնօրենն եմ, առաջինը Մինասյան Գրիգորը, հետո Համբարյան Վերոնիկան, ես երրորդն եմ արդեն այստեղ։ Մեր կարգախոսն է հայա պահպանություն, որպեսզի տարածաշրջանում հայությունը պահպանի իր գոյությունը, մշակույթը, իր գրականությունը։ Սա է մեր կարգախոսը։ Եթե մենք ունենանք լավագույն շենք, մենք կունենանք շատ աշակերտություն։ Դուք ինքներդ ներկայացաք մեր պայմանները, ծնողները չեն ուզում երեխաներին բերել, երեխաները իրենք էլ են հիասթափվում մեկ հաճախելուց, սա է միակ պատճառը, որ մենք այս տարի ունենք 150 աշակերտ, իսկ առ այս մենք ունեցել ենք 400 աշակերտ, այսինքն մեր կենտրոնում հավաքվել են երիտասարդությունը, պատանիները, տարբեր տարիքի ենք ունեցել մենք, միշտ որ հավաքվել են մեր կենտրոնում։ Դժվարություններ միշտ էլ կան, խոչընդոտներ միշտ էլ լինում են, բայց փորձում ենք հաղթահարել։ Այդ միջոցառումները կազմակերպում են իհարկե Ախալցխայ երիտասարդական կենտրոնը եւ Զորիզորյան երիտասարդական միությունը, որը գործում է հենց կենտրոնի ներսում ունենք։ Ուսանող ժամանակները մեզ օրինակ դասավանդել է, ունեցել ենք աշակերտ, որ նկարչության դաս է դասավանդել։ Այստեղ ներկա էր մեր աշակերտը, ուսանող է ինքը, բայց կենտրոնից չի գալիս, միշտ գալիս է հայոց պատմության ուսուցչի հետ միշտ, որպեսզի զրույցներ ունենա, ինքը չմոռանա, որ հետ դեռ չեն վերադարձել, տեսնենք, այդ ուղղությամբ աշխատում ենք, ուզում ենք, որ վերադառնան, մեզ փոխարինեն, իհարկե իրենք պիտի մեզ փոխարինեն հետո։ Շատ կուզենայինք, որ Հայաստանում օրինակ իրենք էլ մասնակցեին, ինչ որ մի օլիմպիադաներ հրավեր լիներ, մենք ուղարկեինք, որպեսզի աշակերտները ոգևորվեն, որ մենակ այս սեղանի շուրջ իրենք դաս չեն դասավանդում, իրենք էլ ինչ որ մի առաջընթաց ունեն։ Դա շատ կարևոր է աշակերտների համար, որը չունենք մենք։ Մանկավարժները շատ լավ են աշխատում։ Այդ պայմաններից ելնելով իրենք շատ քրտնաջան աշխատանք են կատարում մեր մանկավարժները, ասեմ ձեզ, մեր պայմաններում միջոցառումներին, չգիտեմ, դուք տեղյակ եք եղել, չեք եղել, տարբեր մեծ միջոցառումներ են կազմակերպել։ Այս փոքրերը չէ կենտրոնի ներսում, մեծ բեմահարթակներին ենք ունեցել, օրինակ կենտրոնի 10-ամյակ, 5-ամյակ, մի 2 տարի առաջ 19 թվականին ունեցանք Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտասի 150-ամյակ շատ բարձր մակարդակի։ Անուշը բեմադրեցին երեխաները, գիտեին, թե մենք թատերական խմբակ ունենք, բայց չունենք մենք թատերական խմբակ։ Մեր ուսուցիչների մասնակցությամբ, դժվարին աշխատանքի պահով, բայց մենք կազմակերպեցինք դա, այս շենքի ներսում ենք այդ բոլորը արել եւ բեմահարթակ ենք ներկայացել բարձր մակարդակով։ Ես արդեն մանկուց եմ հաճախում այս կենտրոն, հաճախում եմ պարի, երգի եւ պատմության, քանի որ շատ եմ սիրում պարել, երգել եւ առանձնապես հետաքրքրում է ինձ պատմությունը եւ մի քիչ էլ քաղաքականությունը եւ ինձ շատ է դուր գալիս այստեղ դասընթացները։ Այսօր որ տարն ենք անցնելու երեխաներ։ Այսօր անցնելու ենք Ց տառը։ Ց-ն ինչպիսի հնչյուն է Ց-ն։ Բաղաձայն հնչյուն է։ Հասկաց Ցախցեղ կտուր։ Դե այդտեղ կդեք ձայնավոր հնչյունները, որոնք են։ Օն եւ ան։ Ցոլակը ցորեն էր ցանել։ Ցորենը հասունացել է։ Մի քիչ ներքև գարել։ Ահա։ Մենք ունենք կենտրոնում ունենք հայոց լեզվի 3 խմբակ, երկուսը տարաճանաչության խմբակ է, իսկ մեկը նախադպրոցական խմբակ։ Նախադպրոցական խմբակը, ինչպես գիտեք, մեզ մոտ մանկապարտեզներում վրացական են անցնում, հայկական խմբակ չունենք,
Դրա համար էլ երեխաները մինչև դպրոց հաճախելը հաճախում են մեզ մոտ։ Մենք սովորում ենք այստեղ հայերեն հաշվել, թվերը սովորել, արտասանել, գույները եւ նման բազմազան բաներ։ Իսկ այս տարաճանաչության խմբակը երկու խմբակ է, մի խմբակը մեր հայոց դպրոցի աշակերտներ են, իսկ մյուս դպրոցը խմբակը ունենք եւ ռուսաց դպրոցից եւ վրաց դպրոցից եւ ունենք վրացի աշակերտներ, որոնք հայերեն չգիտեն ոչ խոսել, ոչ գրել, բայց ուզում են սովորել հայերեն տառերը, ուզում են սովորել գրել, կարդալ, իմանալ հայերեն, դե որովհետեւ հայերի հետ շատ է շփում է։ Կարևոր է, որ հայ երեխան պիտի անպայման իմանա հայերեն գրել ու կարդալ։ Ամենակարևորը դա է։ Ուր էլ որ գնա, թեկուզ արդ երկրում ապրի, բայց իր ազգությունը չմոռանա, իր լեզուն, իր գրականությունը չմոռանա։ Գոնե ազգ անունը կարողանա հայերեն ճիշտ գրել։ Ռադ մի քիչ սիրուն գրել, Կրիստինա ջան։ Ես կարծում եմ, որ անպայման է գիտնալ քո երկրի, քո ազգի պատմությունը եւ կարծում եմ, որ այսօրվա օրով շատ քչերն են տեղեկացված իրանց ազգի պատմության մեջ եւ կուզենայի, որ ավելի շատ լիներ հետաքրքրվածությունը այս առումով։